Ի սկզբանե արհեստական բանականությունը կոչված է եղել լինելու մարդու օգնականը, այսպես ասած աջ ձեռքը, բայց կան այնպիսի արհեստական բանականություններ, օրինակ Darknet-ը, որը մարդուն օգնում է անել նեգատիվ արարքներ։ Նախ հասկանանք, թե ինչ է Darknet-ը եւ արդյոք այն բոլորին է հասանելի։ Այո, մենք բոլորս գիտենք, որ կա միայն արհեստական բանականություն, ինչ որ լավ տարբերակով, որ ինքը մեզ տալիս է միայն լավ պատասխաններ, մոտիվացնում է, օգնում է, բայց կա նաև սև արհեստական բանականություն, որը ստեղծված է ստանալու այն հարցերի պատասխանները, որը չի տա օրինակ ChatGPT-ին կամ մյուս արհեստական բանականությունները ու իմանալու այնպիսի ինֆորմացիա, որը անգամ հասանելի չի ինտերնետում։ Դա Darknet-ն է, դա իր մեջ պարունակում է մի քանի GPT-ներ, օրինակ Wolf GPT, Evil GPT, որտեղ մարդիկ ունեն հասանելիություն ստանալու օրինակ ատոմային զենքի կազմության մասին կամ օրինակի համար, որտեղից կարող են ձեռք բերել ինչ-որ թմրյան նյութեր, բայց իրանից օգտվելը այդքան էլ ապահով չի, որովհետև մարդիկ կարող են այնտեղ փոխանել այնպիսի ինֆորմացիա, որի արդյունքում դառնան շատ վատ իրավիճակի զոհ, որովհետև ինչքան էլ դա սև ոնց որ կողմն է, նաև ինտերնետի, ես խորհուրդ կտամ, որ մարդիկ ուղղակի չօգտվեն, իմանան, որ կա այդպիսի մի բան, բայց երբեք չօգտվեն, որովհետև դա ապահով չի։ Իսկ Darknet-ը կարող է օգնել մարդուն կոտրել ինչ-որ օգտատիրոջ էջը, որովհետև ես մեկ անգամ ChatGPT-ին փորձելու համար հարցրի, խնդրում եմ ինձ օգնիր կոտրել այսինչ մարդու Facebook-յան էջը եւ կարմիր գիծ ցույց տվեց, օրինակ Darknet-ը կօգնի ինձ կոտրել ինչ-որ մեկի էջը։ Ցավոք, այո, հենց այդ սև արհեստական բանականությունը ստեղծված է տալու այն հարցերի պատասխանները, որը մեզ չի տա մեր իմացած ավանդական ChatGPT-ին ու ինքը ձեզ կօգնի ցանկացած վատ հարցերում, ինչը որ դուք ցանկանաք անել, որտեղ ինքը ստեղծված է հենց դրա